Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությանը պետք են մեկից ավելի երաշխավորներ։ Պարբերաբար հնչող այսպիսի մեկնաբանություններին Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այդ կարծիքը նա համարել է հին մտածողության արդյունք։ Շեշտել՝ մեր երաշխավորը մենք ենք։ Մենք մոռանում ենք, որ մենք դե յուրե պարտավորությամբ արձանագրված անվտանգության երաշխավոր ենք ունեցել։ Տարածաշրջանային ոլորտի խնդիրների հետ առերեսվելիս մեր առաջնային ռեակցիաները մոտավորապես եղել է հետևյալը. իսկ ում մենք պետքա զանգենք։ Սա եղել է մեր առաջին ռեակցիան, երկրորդ ռեակցիան, երրորդ ռեակցիան, չորրորդ ռեակցիան, բայց մի քիչ պահի հասկացել ենք, որ դա սխալ մոտեցում է։ Քաղաքական հիմնական փոփոխությունը, որը տեղի է ունեցել, երկրի ղեկավարի խոսքով այն գիտակցումն է, որ խնդիրը մերն է ու դա լուծելն էլ մեր հոգսն է։ Եվ մենք գնացել ենք մեր խնդիրները լուծել ենք այդ թվում ինքներս մեր ցավը կրկնապատկելով, երբեմն եռապատկելով, երբեմն հնգապատկելով, երբեմն տասնապատկելով, որովհետև հասկացել ենք, որ ցավը մերն է, մենք պետք է բուժենք, որովհետև այդ ցավը ուրիշին չի ցավացնում, հասկանում եք, այդ ցավը մեզ է ցավացնում։ Եվ հետևաբար մեր ընկալումն է, որ մենք ենք մեր երաշխավորը։ Աշխարհը եւ իրադրությունը եւ մեր խնդրը ընկալելու ընդունակությամբ եւ մեր խնդրին լուծումներ գտնելու ընդունակությամբ։ Մենք հաղթահարել ենք պատմության այն ցիկլը, որտեղ պետականությունը կորցրել ենք աշխարհաքաղաքական հանգամանքների եւ այդ հանգամանքները մեր վերահսկողությունից դուրս լինելու պատճառով, հայտարարել է վարչապետը։ Հավելել, որ այդ ճանապարհը դժվար ու տանջալից է եղել, բայց հաղթահարված է առաջին հերթին խաղաղություն հաստատված լինելու բերումով։ Բայց մենք ասում ենք նաեւ, որ պետքա շարունակաբար հոգ տանենք, զարգացնենք, ուժեղացնենք խաղաղությունը, որովհետեւ աշխարհում եւ տիեզերքում ոչ մի բան ստատիկ չի։ Ոչ մի բան նույն կետում չի մնում, ինքը կամ ավելի զարգանում է, կամ ինքը հետընթաց է ապրում, միջին վիճակը չկա։ Իսկ ավելի մեծ նպատակն է արձանագրված խաղաղությունը կայունացնելով ի վերջո հասնել Հայաստանի պետականության հարատևությանը։ Եվ այն, որ Հայաստանը լինի խաղաղ, կայուն, անվտանգ, զարգացած եւ այդ զարգացումը շարունակող երկիր։ Մենք այս խնդիրն ենք մեր առաջ դնում եւ իմ կարծիքով ստեղծել ենք բավարար նախադրյալներ այս խնդիրը լուծելու համար։ Փոփոխվող աշխարհում չփոխվելը խնդրեմ է եւ դա իրական Հայաստանի գաղափարախոսության մաս է։ Դարձյալ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին դիմելով շեշտել է Հայաստանի վարչապետը։ Եվ պետությունը, եւ մարդը իմիջայլոց, եւ հանրությունը ինքը պետքա փոխվելու ընդունակություն ունենա։ Ինչ նշանակում է սովորելու ընդունակություն։ Սովորելը ինչ է ի վերջո, սովորելը փոխվելն է։ Երբ որ դու ինչ որ նոր գիտելիք ես ձեռք բերում, դու այլևս նախկին մարդը չես, դու արդեն փոխվել ես։ Որտեվ մարդը չի կարող նույնը լինել տառերը ճանաչելուց առաջ եւ հետո։ Մարդը չի կարող նույնը լինել պատմությունը կարդալուց առաջ եւ հետո։ Մարդը չի կարող նույնը լինել օտար լեզու իմանալուց առաջ եւ հետո։ Եվ հետեւաբար մարդուն մեղադրել, հանրությանը մեղադրել, որ ինքը փոխվում է, դա ամենավատ քննադատությունն է եւ ամենավատ մեղադրանքն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Լեհաստանում էր փետրվարի 25-ից 26-ը։ Աննա Զախարյան, լուրեր։